Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ հղել։ Վարչապետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին զանգի եւ շնորհավորանքի համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրել է այս պահին Գագարին համայնքում տեղի է ունենում հայկական AI ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Նոր կենտրոնը նախատեսված է մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար, սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական եւ ինժեներական կիրառություններ։ Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են $70 միլիոն։ Իսրայելական զորքերը գրավել են Լիբանանի հարավում գտնվող ռազմավարական նշանակության Բոֆորտ պատմական ամրոցն իրականացնելով վերջին 26 տարվա ընթացքում իրենց ամենախորը ներխուժումը երկրի տարածք։ Այս առաջխաղացումը փաստացիորեն ձախողում է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը եւ բարդացնում Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող առանձին բանակցությունները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության հարցեր։ Կողմերը հատուկ շեշտադրել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւորությունը։ Իրանը պատրաստ է Իսրայելի եւ Մերձավոր Արևելքի այլ երկրների ուղղությամբ մեծ թվով հեռահար հրթիռներ արձակել, քանի որ արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները, հայտնում է CNN լրատվականը։ Ըստ պարբերականի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների Թեհրանին հաջողվել է պարզունակ տեխնիկայի, օրինակ բուլդոզերների ու ինքնաթափերի միջոցով բացել ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ռմբակոծված ստորգետնյա թունելների 69 մուտքերից 50-ը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10 ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի FIFA կանանց աշխարհի 2027 թվականի որակավորման փուլի խաղերին։ Մեր ընտրանին հունիսի 2-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ղազախստանին։ 3 օր անց կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանում կհանդիպի Բելարուսի թիմին։